Համացանցում էլի GTA 6-ն են Սլիվանում, իսկ մենք շարունակում ենք նայել Պենտագոնի գաղտնազերծած ֆայլերը, որոնք վերաբերում են այլմոլորակայիններին, ու միանգամից առաջի վիդեոն, որը ներևում է, որ ջրի վրայով ինչ-որ կայծեռներ են շարժվում, ուստեղ այս երևույթը, որը անցնում է էլի ջրի վրայով, ինքը փաստացի էլի շատ ցածր է թռչում ջրի վրա, որովհետև կարանք հենց ջրի վրա իր ստվերը տենանք, երևի ստվերն է, թե ստվեր չի այս տակինը, չէ, ամենայն հավանականությամբ ստվեր չի, որովհետև այս մնացածներեք մի քանի սենց օբյեկտ է, այդ մի քանիսի պես ինքն էլ էլի ոնց որ հետագիծ ունի, տենվեք, սենց հետագիծ է թողում լղոզվող, տենվեք, ու եթե ուշադիր նայում ենք, ստեղ ոնց որ ավելի շատ ուշադրություններս ընկնում է այս ձախ կողմը, բայց այստեղով էլ է ինչ-որ բան անցնում, նայեք, այս, տեսակ, այսա, ու այս էլի ջերմային տեսախցիկ է, ու առարկան ինչքան սև է, այնքան ինքը տաք է, օրինակ նայեք, ջուրը համեմատած ավելի սպիտակ է, սառն է, բայց ասենք այս առարկաները, որոնք որ շարժիչով աշխատող տեխնիկա է, ինքը սև է ու տաք է, հետևաբար կարանք ենթադրենք, որ մեր UFO-ներն էլ էլի սրանք իրանք փաստացի տաք են ավելի շատ։ Այս մի վիդեոն վերնագրով է, ասում է ակնթարթային արագացման ոնց որ հետազոտություն 5 մետր, հա, իր չափերը 5 մետր է, հա։ Այս էր էլի ակնթարթային արագացումը։ Հետաքրքիր էր ուղղակի որակը այնքան վատն է, որ չես հասկանում էլի նույնիսկ այս դրվագը էլի ասենք բեքգրաունդը ինչ է, որտեղ է, ինչ պայմաններ է, դե առարկայի մասին էս вообще խոսք չկա, ոչ մի բան չի հասկացվում ինչ է։ Մենակ ինքը էլի ահա որ տաք է, որտեվ ստեղ ջերմային տեսախցիկով էլի ինքը սև է ու ստեղ էլ երևում է որ փայլում է ահա որ 8 րոպեանոց վիդեո է, 8 րոպե ինչ ենք նայում։ Պիքսելներ։ Օ ավելի հետաքրքիր է։ Call of Duty-ոտ տենց բան է էլի, վիդեո է։ Okay, ես միշտ ցեցա։ Էլի հետագծով ինչ-որ առարկաներ են, որոնք որ ինչ-որ ձևի հետագիծ են թողում իրանց հետևից։ Հիմա ուզում եմ հասկանամ ստեղ ինքը անցնում է ամպերի հետևը, թե զուտ էսի ինչ-որ մի հատ կամերայի արտեֆակտ է ու չէ, բայց ոնց հասկանամ ինքը անցնում է ամպերի հետևը, որովհետև նայեք, իր անցնելը, անցումը բնական է ալնում, իր անցումը ամպերի հետևը սկզբից կեսը, հետո սենց մի մասը, ու դաժե ամպերի հետևում իր ստվերը հնարավոր է տենալ ինչ-որ չափով, հեսա, խաղում, հեսա։ Այսի հետաքրքիր էր, որտեվ ինքը սենց առանց փայլել գալիս է սկզբից, ու հետո սկսում է սենց ինչ-որ shape shifting է ըլնում մոտը, իրա shape-ն է փոխում։ Այստեղ հիմնականում motion blur-ն է խանգարում էլի, տենանք ինչ է, որտեվ ես իրա ես լղոզվելը, սի գազով փուչիկ է։ Հերվից էլ է երևում, որ փուչիկ է, էսա close-up-ի ժամանակ էլ սա փուչիկ է բռատ։ Էլի ասում լիքը եղել են դեպքեր, երբ որ մարդիկ մտածել են, որ սենց UFO են տենում, բայց հետո պարզվել է, որ այդ փուչիկ է։ Ինչ անվայր է, չկա կատարում, հա, սենց SpaceX-ի հրթիռի պես սենց գալի իշտում է հետ տեղը, հա։ Պիքսելներ ենք էլի տենում, ասենք այն կարգի է, հեսա պիքսելները անձեն աշկով երևում, ասես ինչ հասկանաս հիմա ես ինչ է։ Որով բասի էր հենց UFO-ն, ես չես ինչ-որ նավթային բան է օվկիանոսի մեջ տեղում։
Այս է մեր UFO-ն։ Մեզ 4 մ որ գրած է իր չափսերն, հա, 4 մետր, հա, ինքը 5 4 թիմը դարավ 2 չես ուրիշ բան է։ Նայեք, հետաքրքիրն է, որ ինքը էլի իր shape-ը փոխում է, խաղացող ինչ որ բան է, էլի։ Ավտենաս մի օր անենց մի հատ վիդեո գցելու են, որ սենց մոտիկից լավ զում արած, լավ որակով, հստակ տենանք, ասենք դետալներով, թե ասենք ինչ են նկարել իրանք, էլի ոչ թե սենց ասենք պիքսելային ինչ որ վիդեոներ։ Դե համեմատած մնացածի էս էլ ասենք լավ որակի է, էլի։ Դիա եկավ։ Մի հատ էլ հետաքրքիր բան կա, որ այս վիդեոների մեծ մասը, չգիտես ոնց է ստացվում, որ միշտ ջրի մակերեսի վրայով թռչող ինչ որ բաներ են, հա։ Նայեք, էլի motion blur-ի ու վատ որակի պատճառով համարյա բան չես տենում, բայց ստե գոնեստե որ նայում ես, սենց ուղեղդ փորձում է ինչ որ մի բան պատկերացնի, ինչ կարա լինի։ Օրինակ էսի հենց ինչ որ գնդաձև բան է, հա։ Որակը էլի ոնց որ կալկուլյատորով նկարած լինի։ Մեր փուչիկը թռնում է ոնց որ միշտ, որտեվ էլի առաջին հայացքից որ փուչիկ է։ Bro, what the heck did just happen, bro? Ինչ էլ է, ինչ որ բանի խփեց ջարդը, վավ։ Չբես ուժեսի փուչիկ չէր, որտև դժվար փուչիկը սենց Բայց ինչի է խփում, ոնց որ ծառը լինի, չէ, ասենք էս։ Բայց էլի ես մնում եմ այն կարծիքին, որ էսի փուչիկի կամ օթապարիկի պես ինչ որ մի հատ բան է, որտև նայեք ինքերում է որ տարակում է, ոնց է որ փուչիկը տարակում է, իր այդ ռեզինը մնում է, չէ։ Ինքը նույն ձև, նայեք որ տարակում է, կարող ստենաս, էսի է ինքը, այս։ Իր ռեզինային այդ մասերը էլի մնում է, ինքը ընկնում է գետին զոտ։ Օ, գետնի վրայից մարդու կողմից նկարած վիդեո նայեք։ Ոնց հասկացա այս ռազմաբազայից նկարած վիդեո է, որտեղ էս ստե ֆորմով ինչ որ մեկնել է երևում, ստե էս աչանկյունում։ Օրինակ էս լուսերը տեսակ եք ինչ հիշա, այն ժամանակ, երբ որ ես շատ փոքր էի, մի անգամ այս փողոցում ամառով գիշերը խաղում էինք, ու մեկ էլ սենց ոնց որ երկնքում սենց երկինքը բացվի, լուրջ եմ ասում, այս երկինքը բացվում է սպիտակ ու սկսում է սպիրալի պես այսպես ֆռալ երկինքը։ Ես փոքր ժամանակ որ նայում էի, պատկերացնում էի, ես այդ բացված բանից մեջից ալմորակայիններն են դուրս գալու, բայց հետո ինքն իրան էլ դες փակվավ ու անետացավ, ու հետո պարզվավ, որ էդի ոնց որ միջբալիստիկ հրթիռ է, էլի, երբ որ միջբալիստիկ հրթիռը մթնոլորտը հատում է, դուրս է գալիս երկրի ուղեծրով, է սկսում շարժվել, այդ էֆեկտը տեղի է ունենում, էլի։ Այս էլ դες մոտավոր ինչ որ տենց բան ավելի շատ հիշացնում, եսի։ Այս հետաքրքիր է։ Այս արդեն իրոք հետաքրքիր է։ Այս սրա վրա գոնե ինչ որ չափով սենց կարում ես պատկերացնես ինքի ինչ է, էլի, գնդաձև թռչող առարկա, որ էլի ինձ տենց օթապարիկոտ ինչ որ բան է հիշացնում։ Մի խոսքով այսքանն էին այսօրվա տեսանյութերը, ավելի շուտ այս տեսանյութերը երկրորդ գաղտնազերծված փաթեթից էին, բավականին շատ էին ու հետագայում էլ անպայման եթե էլի նոր տեսանյութեր լինեն, անպայման գնայինք իրար հետ։